եւ ես ակնաբուն եմ, գիտեք ակնաբուն ով է։ Ու այսօր ես ձեզ կպատմեմ մի քանի հետաքրքիր բան աչքերի մասին, որ դիմացի թափանցիկ դուք բոլորը նկատել եք, չէ՞ որ բոլոր մարդիկ ունեն աչքի տարբեր գույներ։ Այո։ Կոչվում է ձիածնա թաղանթ։ Ու տարբեր մարդկանց մոտ ինքը տարբեր գույնի է, օրինակ քո աչքերը կապույտ են, քոնը շագանակագույն, դա կախված է թե սրա մեջ այդ ներկը ինչքան է, ինչքան քիչ է ներկը, այնքան բաց գույնի է, ինչքան շատ է, այնքան մուգ է աչքերը։ Ու ինքը իր կենտրոնում ունի անցք, այդ տեսնում եք, տեսել եք, չէ՞, բոլորի աչքի մեջ սև կետիկ կա։ Այո, քո աչքերը շագանակագույն են, անցքը իրականում էլ է անցք, այդ սև կետը ինչ որ դուք տեսնում եք, ինքը անցք է, դատարկ տեղ է, որտեղով լույսը մտնում է աչքի մեջ, ու գնում է աչքի հետև, այս հատվածում, որտեղ գտնվում է մեր տեսող թաղանթը։ Աչքի կառուցվածքը, ինչպես ասեցի, աչքը ունի գնդակի ձև, կլոր, գնդակ կոնսոլինի շատ փոքր, մոտավորապես այսքան, հեռախոսի ապարատը ընդհանրապես պատկերը կլանում։ Պատկերը ստացվում է աչքում շրջված, այսինքն եթե մենք բոլորս տեսնենք, եթե ուղեղը չկարողանար մեր տեսածը ճիշտ հետ շրջել, մենք աշխարհը տեսնում ենք թարս, որովհետև աչքում ամեն ինչ թարս է ստացվում։ Աչքը տարբերում է միայն կարմիր, կանաչ եւ կապույտը, իսկ մնացած երանգները ստացվում են թե այդ գույներից որն է ավելի շատ ընկալվել, որը ավելի քիչ։ Ինչ տեսնենք, եթե ուղեղը չկարողանար շրջել պատկերը, մենք ամեն ինչ տեսնելու ենք թարս ամբողջ աշխարհը։ Ուղեղից հետո աչքը համարվում է ամենաբարդ օրգանը։ Սովորաբար մենք 1 րոպեի ընթացքում թարթում ենք 15-ից 20 անգամ։ Թարթելը շատ կարևոր է, որովհետև ամեն թարթելուց մեր աչքի մակերեսը մենք պատում ենք արդյունքով, որը ունի պաշտպանիչ նշանակություն։ Ինում երբեք շրշտալ առանց աչքերը փակելու։ Կարող փորձել մտածել օրգանիզմը, որովհետև շրշտալուց երբ որ փակում ենք աչքերը, այդ վիրուսները արտադրությունը ուղղակի չի լցվում աչքերի մեջ։ Հասկացողություն տեսողական հիգիենա, այսինքն ինչպես պաշտպանել մեր տեսողությունը։ Նախ պետք է պահպանել մաքրություն, այսինքն կեղտոտ ձեռքերով հնարավորինս քիչ դիպչել աչքերից, այդ կարևոր մասերից մեկն է, աշխատել լավ լուսավորված պայմաններում, եթե մութ սենյակում ճիշտ չի կարդալ պայման, պետք է լավ լուսավոր պայմաններում կարդալ ու լավ կլինի լույսի աղբյուրը հատկապես լինի ձախ կողմից։ Այն օգտակար սննդամթերքները, որ մենք կարող ենք օգտագործել ավելի լավ տեսողություն ունենալու համար, դրանք հատկապես գազարն են, նարինջը, մանդարինը, ձուկը, բրոկոլին, ավոկադոն, ձուն, հապանասը և մոշը, որոնք շատ վիտամիններ են պարունակում հենց աչքը սնելու համար։ Աչքերը մի փոքր հետ են գնում, սեղմում են սննդին, որ ինքը անցնի կերակրակ կողմ։ Ջրային կենդանիների աչքերը այնպես են ստեղծված, որ իրանք կարողանում են ջրի մեջ առանց աղավաղված պատկերները տեսնել։ Օրինակ կենդանի չկա 80 աչքում հետ։ Երևի նկատած կլինեք, որ ֆոտոներում մարդկանց աչքերն էլ է, երբեմն կարմիրի նկատելու չէ, նկարների մեջ որ սևը կարմրում։ Ինչից է լինում։ Հիշում եք, որ ես ասում էի աչքի մեջ կա այս գունավոր մասը, որ ձիածանա թաղանթ է ու մեջը անցք։ Երբ որ այս անցքը շատ լայն է լինում, այդ բիբը լայնանում է մութ պայմաններում, այդ կարմիր ռեֆլեքսը գալիս է աչքի հատակի ամոթներում, իսկ ճանճերը չունեն այդ ձիածանա թաղանթ կոչվածից այդ գունավոր մասից, դրա համար իրենց աչքերը թվում է կարմիր, որովհետև այս ակնահատակից եկող կարմիր գույնի ռեֆլեքսն եք տեսնում։ Ձանի ռոդարի աչքերի գանգատը։ Գանգատ նշանակում է բողոք։ Գիտեք, որ աչքերը
էլ են գանգատվում, չեք հավատում, մի անգամ իմ բախտը բերեց Եվ վերջում ուզում եմ ասել, որ մենք աշխարհից ինֆորմացիայի 80%-ը ստանում ենք աչքերի միջոցով։ Աչքերը այդքան կարևոր են ու պետք է իրենց սիրել, իրենց մասին հոգ տանել, անպայման լավ սնվել, լավ սնվելը իրենց մեջ ներառում է մի բանջարեղեն, որքան շատ երեխան հերոսեք, ինքան աչքերի եւ առողջ օրգանիզմի համար օգտակար է ուտել գազակ, բրոկոլի, ուտել նարին, ուտել ձուկ։ Աշկերը արտահայտում են հույզեր։ Մենք պատկերել ենք տեղ տրամադրություն։ Մարդն ուրախանում է և նվեր է ստանում։ Ուրախանալիս մարդը ժպտում է։ Մենք պատկերել ենք տխուր հույզ։ Մարդը տխրում է և իր խաղալիքը կոտրում է։ Մենք իր մայրիկին։ Մենք պատկերել ենք զարմանք և այսպասների երբ հանդիպում է իր ծանոթին։ Պատկերել ենք բարկություն։ Բարբանում է և հացնում է։ Մենք կարելի աչքերի համար։ Աչքերին չկարելի սուր բարենից։ Կարելի կերտոր ձեռքերով կպնել աչքերին։